Հարգելի հեռուստադիտողներ, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավականու ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները շարունակում են նախընտրական իրենց քարոզարշավը։ Ասեք կանեն կարգախոսի ներքո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր քարոզարշավ իրականացնում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Այս պահին ես պատրաստվում եմ զրուցել Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու գործող անդամ, ինչպես նաև առաջիկա ընտրություններում, ցուցակում ընդգրկված տեխնացու Լևոն Զաքարյանի հետ, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ եւ նախ ընդհանուր առմամբ, եթե այսպես փորձենք մի փոքր ամփոփել քարոզարշավի այս նախնական մի քանի օրը, 6-րդ օրն է արդեն որ քարոզարշավը շարունակվում է, ինչ տպավորություններ, ինչ ընդհանուր տրամադրություններ եք նկատում երևանցիների մոտ։ Ես ամենակարևորը այն եմ նկատում, որ մեր քաղաքացիները այլևս բարձրացնում են ավելի լոկալ հարցեր, ավելի տեղային հարցեր, ինչը ինձ թույլ է տալիս մտածել, որ այն գլոբալ հարցերը, որոնք մենք նախորդ 5 տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել ենք կամ ամբողջովին լուծել, կամ գոնե դրա մեծ մասը լուծվել է, ասենք տրանսպորտի հարցը պիտի ազնվորեն խոստովանել, որ ամբողջապես լուծված չի, ունենք դեռ անելիքներ, բայց նաև առաջվանը չի։ Այսինքն մենք այսօր ունենք պահանջվող թվով ավտոբուսներ եւ տրոլեյբուսներ եւ դեռ շարունակելու ենք ներկրել, հաջորդ քայլը արդեն մեկտոմսային համակարգ, ավտոբուսների համար հատուկ գծերի ավելացում եւ այլն։ Այսինքն նույնությամբ կարող եմ ասել մնացած թեմաները, ասենք աղբահանության հարցը մենք որպես այդպեսին լուծել ենք։ Իմ սուբյեկտիվ դիտարկմամբ սանիտարական մաքրումը փողոցների դեռևս լավը չի, բայց աղբանության այսինքն մեր քաղաքացիները այս օրերին, որ մենք շրջում ենք եւ ես առանձին շփվում եմ մարդկանց հետ, ավելի տեղային հարցեր են բարձրացնում, ավելի փոքր մասշտաբի հարցեր, ասենք բակի, նկուղի եւ այլն։ Ինչը ինձ թույլ է տալիս մտածելու, որ նախորդ 5 տարիները արդյունավետ են եղել։ Կարծում եք, որ ձեր գնահատմամբ արդյունավետ այդ աշխատանքը բավարար է, որ գալիք այս ընտրություններում քաղաքացիները, երևանցիները կրկին վստահեն ձեզ, իրենց քվեն եւ նորից այդ հնարավորությունը տան, որպեսզի շարունակեք քաղաքային իշխանության կառավարումը։ Ես որպես ընտրող մի բան, ես նույնպես ընտրության եմ գնալու, ես որպես ընտրող միշտ այդ սկզբունքով էլ ուղղորդվել եմ, այսինքն իմ ձայնը կտայի այն քաղաքական ուժին, որը արդեն իսկ ապացուցել է, որ նախորդ 5 տարի առաջ ծրագրով ինչ որ խոստացել է, դրանց բոլորի ուղղությամբ աշխատանքներ ա տարվել եւ դրանց մեծ մասը կամ լուծվել են, կամ լուծման վերջնակետում են։ Ինչը կարծում եմ, որ մեր ընտրողներին թույլ կտա, որպեսզի իրանք եւս մեկ անգամ 5 տարի ժամանակով մեզ վստահեն քաղաքի կառավարումը, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները ու ծրագրերը, որոնք արդեն նախատեսված են հաջորդ 5 տարվա համար։ Տեսեք, բավականին դրական կետեր եք թվարկում, պարոն Զաքարյան, որոնք որ իրականացվել է, բայց մենք էլ, որպես նաև Երևանի բնակիչ, մենք էլ որպես քաղաքացի, տեսնում ենք, որ առավել եւս համարելով, մայրաքաղաքը հիմնական լոկոմոտիվը, մեր տնտեսության եւ նաև ընդհանրապես մեր երկրի, տեսնում ենք, որ բավականաչափ խնդիրներ դեռևս լուծում չեն ստացել։ Եվ նաև անգամ իշխող ուժի նախընտրական ծրագիրն էլ երբ կարդում ենք, տեսնում ենք, որ դրանք եւս ներառված են ծրագրի մեջ, որ պետք է սա անենք, նա անենք։ Այ ուզում եմ նաև հասկանալ այդ խոստումները իրականացնելու առումով ունեք արդյոք բավարար ռեսուրսներ։ Ես որևէ պնդում չեմ էլ արել, որ խնդիրներ չկան, տեսեք, քաղաքը ինքը նման է օրգանիզմի, ինքը ամեն օրվա խնամքի կարիք է պահանջում, եւ ես միշտ մի օրինակ եմ բերում, որ մի քիչ չափազանցության մեջ, բայց օրինակը հետևյալն է։ Կարող է նույնիսկ նախարարություն լինի, որ ինքը մի շաբաթ չաշխատի, ժողովուրդը դրա մասին չիմանա։ Երևանի քաղաքապետարանը, որ մի ժամ չաշխատի, հաստատ ինչ որ
կոլապսային երևույթներ կսկսեն, ել չեմ ասում, եթե մի շաբաթ չաշխատի։ Այսինքն քաղաքապետարանի գործունեությունը որպես այդպիսին ամենօրյա է, ամեն ժամվա է եւ քաղաքապետարանը որպես այդպիսին նաև փոխաբերական իմաստով, թե ուղիղ իմաստով սպասարկում է քաղաքը։ Այո, խնդիրներ կան եւ անդրադառնալով ձեր հարցին, այո, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք։ Երևան քաղաքի բյուջեն ինքը շատ լավն է, բավական մեծ է եւ միշտ է այդպիսին եղել, նայած ինչ արդյունավետությամբ է իրան օգտագործում։ Եվ կարծում եմ, որ նաեւ որոշ տեղերում կառավարության աջակցությամբ, որովհետև եթե մարզերում սուբվենցիոն ծրագրեր լինում են, կարծում եմ Երևանն էլ իրավունք ունի որոշակի սուբվենցիոն ծրագրերից օգտվելու եւ այն բոլոր խնդիրները, որոնք մենք դարձրել ենք ծրագրային կետեր, կարծում եմ, որ ամբողջապես հնարավորություն կա, օրինակ, եթե մենք տարվա վերջ կունենանք 1600-ի չափ փոխարինված նոր վերելակներ, ապա մենք նախատեսում ենք, որ հաջորդ 5 տարում մնացած 2600-ին մոտ կամ մի քիչ ավել վերելակները փոխարինենք։ Եվ մեկ հարց էլ, պարոն Զաքարյան, տեսեք, կատարված աշխատանքների մասով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը այս ընտրություններին եւս առաջադրվել է որպես քաղաքապետ, իր նախընտրական տեսահոլովակում, իր քարոզարշավների ժամանակ վկայակոչվում է այն հանգամանքը եւ նաեւ թվարկում է այն աշխատանքները, որը որ իր մեկնաբանությամբ ինքն է իրականացնել, նույն աղբահանության խնդիրը, նույն վերելակների խնդիրը, նույն տրանսպորտի համակարգի փոփոխության խնդիրը, այսինքն այդ նոր ավտոբուսներ ձեռք բերելու հարցը։ Ուզում եմ այս առումով եւս դուք որպես նաեւ գործող ավականի, հա, ավականու գործող անդամ նաեւ անդրադառնաք Հայկ Մարությանի այդ պնդումներին, որ այդ աշխատանքները իրականացվել են իր պաշտոնավարման, իր քաղաքապետության օրոք։ Ես եկեք պարոն Մարությանի ասածը չմեկնաբանեմ, բայց միտքը իմ համար հասկանալի է, հարցը հասկանալի է։ Երևան քաղաքում ամեն 5 տարին մեկ կամ գուցե նաև արտահերթ տեղի են ունենում Երևան քաղաքի ավականու ընտրություններ, այլ ոչ թե Երևան քաղաքի քաղաքապետի ընտրություն։ Այսինքն ցանկացած աշխատանք դրա հաջողելու կամ չհաջողելու դեպքում այդ աշխատանքները կատարում է Երևանի ավականին։ Այդ ամբողջ աշխատանքների որոշումները ընդունում է Երևան քաղաքի ավականին։ Այդ թվում նաև ընդդիմադիր խմբակցությունները, այսինքն դրանք համատեղ որոշումներ են, դրանք ավականու նիստերում քվեարկություններ են, դրանք հանձնաժողովներում աշխատանքներ են, որոնք իհարկե պետք է ազնիվ լինել եւ ասել, որ հիմնականում այդ աշխատանքները կատարվում են գործող իշխանության, քաղաքային իշխանության կառավարիչների միջոցով։ Այդ դեպքում ինչու է նա իրեն վերագրում այդ парքի դափնիները, ձեր գնահատմամբ, ձեր կարծիքով։ Խոսքերը չեմ ուզում մեկնաբանեմ, իսկապես ես արդեն պատասխանեցի այդ հնչող կարծիքին, որ ես կարծում եմ, որ ցանկացած ռեֆորմ եւ ցանկացած աշխատանք դրանք կարող առաջարկի մի հոգի, դրանք կարող առաջարկի եւս 5 հոգի, բայց դրանք քննարկվում են ավականու նախ խմբակցության նիստերում, ունենում են ընդհանուր որոշումներ, դրանք քննարկվում են հանձնաժողովներում եւ եթե ունենում են դրական եզրակացություններ, դրանք գնում են ավականու նիստեր եւ դառնում են կյանքի են կոչվում միայն եւ միայն ավականու քվեարկության արդյունքում։